Սոցիալական հարցումների համաձայն գրասենյակային աշխատողների 60%-ը երազում է աշխատանքից ազատվելու և digital nomad ստատուս ձեռք բերելու մասին։ Ում համար ստատուս, ում համար ուղղակի կենսակերպ։ Ողջույն, ես Նարի Հակոբյանն եմ, հեռավար աշխատանքի քո խորհրդատուն։ Այսօր կպատմեմ 21-րդ դարի ամենապահանջված, ես կասեի ամենացանկալի աշխատանքային կարգավիճակի մասին։ Պատրաստ ես։ Այո։ Մենք պատրաստ ենք։ Դե ինչ, գնացինք։ Պատկերացրու երկուշաբթի առավոտյան արթնանում ես ու հասկանում, որ ստիպված ես գնալ աշխատավայր, որովհետև աշխատավայրը այսուհետ ամենուր է։ Դու աշխատում ես այնտեղ, որտեղ համակարգիչդ է։ Իսկ համակարգիչդ քեզ ամենուր կարող է ընկերակցել։ Ծովափում, անտառում, սրճարանում, առանց ղեկավարի հետ համաձայնեցնելու կարող ես մեկնել ցանկացած երկիր, առանց սահմանափակումների։ Տրամադրություն չկա, աշխատում ես տանը, լոգակցիկում։ Մի խոսքով, ոչ մի սահմանափակում, քեզ հարկավոր է աշխատանքային ընդամենը երկու գործիք՝ համակարգիչ և համացանց։ Ես ներկայացրեցի digital nomad մարդու առօրյան։ Եթե բառացի թարգմանենք digital nomad, ապա նշանակում է թվային թափառական։ Բա ուրիշ բառ չլիներ։ Համաձայն եմ, անգլերեն շատ ավելի լավ է հնչում։ Nomad երևույթն ամենևին էլ նորություն չէ։ Նախկինում այս սկզբունքով կարելի ասել աշխատել են հովիվները։ Digital հովիվ Nomad եղել են մշտական բնակության վայր չունեցող ցեղախմբեր։ Եղել են ու կան շրջիկ կրկեսներ։ Nomad կյանքով ապրում են գրողները, նկարիչները, բոլոր արվեստագետները։ Սակայն 21-րդ դարում nomad կենսակերպին ավելացել է digital բառը, վերածելով այն թվային կենսակերպի։ Իսկ ով է digital nomad-ը։ Digital nomad ստատուսով մարդը մշտական բնակության վայր չունի։ Անդադար շրջագայում է, համացանցի օգնությամբ կարող է աշխատել երկրագնդի ցանկացած կետից։ Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը ինչու՞ չէ, հենց համավարակը փոխեցին հեռավար աշխատելու տեսլականը։ Ինդիանա Ջոնս և Շերլոկ Հոլմս։ Կատարյալ նոմադը կարծես այս երկու կերպարների միքսը լինի։ Իսկ ով ովքեր կարող են լինել digital nomad։ Digital nomad դառնալու այս հիանալի կենսակերպից կարող են օգտվել ծրագրավորողները, գրողները, թարգմանիչները, գրաֆիկ դիզայներները, մոնտաժողները, անիմատորները, բլոգերները, սոցցանցերի համար կոնտենտ ստեղծողները, օնլայն խորհրդատուները, օնլայն վաճառքով զբաղվողները, թվային մարքեթինգի մասնագետները և շատ ավելին։ Իսկ օպերատորները։ Պատրաստ ես տեխնիկայով շրջագայել։ Այո։ Դե գնացինք։ Մի գաղտնիք բացեմ, digital nomad-ը ձեռք է բերում իր 3 հիմնական ազատությունները՝ աշխարհագրական, ժամային, ֆինանսական։ Աշխարհագրական։ Նա որոշում է որտեղից աշխատել ըստ տրամադրության։ Ժամային։ Նա տնօրինում է օրվա ամեն ժամը ինչպես ցանկանա։ Ֆինանսական։ Նա վաստակում է այնքան, որքան ցանկություն կունենա և կաշխատի։ Digital nomad չեն կարող լինել գրասենյակային ֆիքսված ժամային գրաֆիկով կամ ուղղակի տնից ազատ գրաֆիկով աշխատող մարդիկ։ Digital nomad երևույթը հենց ազատ կենսակերպի մասին է։ Թյուր կարծիք կա, որ digital nomad-ները քիչ աշխատում են, շատ հանգստանում, կամ ուղղակի հավելյալ ֆինանսական գումարի կարիք չունեն, օրվա մեջ կարող են թույլ տալ զբաղվել հաճելի գործով ընդամենը 1-2 ժամ։ Սակայն դա ամենևին իրականությանը չի համապատասխանում։ Ճիշտ հակառակը, նրանք երկար հանգստանալ իրենց թույլ տալ ուղղակի չեն կարող։ Digital nomad-ները միշտ որոնում են եկամտի նոր աղբյուր և նոր համագործակցություններ։ Սա արկածներով և նոր զգացողություններով լի ճանապարհ է։ Digital nomad-ին երբեմն անվանում են նաև տեխնոլոգիական նինդզյա։ Հաջողելու համար նա պետք է շատ աշխատի, լինի հետաքրքրասեր, համբերատար, պրոֆեսիոնալ և իհարկե չխուսափի անորոշությունից։ Գուցե վաղը մնա անաշխատանք։ Ես կարող եմ գուշակել, թե ինչ միտք է պտտվում հիմա հենց քո գլխում։ Ոնց կարող եմ դառնալ digital nomad։ Խոստանում եմ այս թեմայով քեզ համար առանձին տեսանյութ պատրաստել և բնականաբար բացել բոլոր գաղտնիքները։ Տեսնում ես դրախտային Իսպանիան։ Լինելով digital nomad, դու կարող ես աշխատել հենց այստեղից։ Սա իմ YouTube-ի անալիքի առաջին հոլովակն է, իսկ դա նշանակում է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այնպես որ մի մոռացիր կյանքիդ 1 վայրկյանը տրամադրել ինձ, կիսվել քո կարծիքով, սեղմել բաժանորդագրվել կոճակը կամ գուցե կիսվել այս տեսանյութով հենց քո հեռավար աշխատող ընկերոջ հետ։ Ով գիտի, ով է հաջորդ digital nomad-ը։ Իսկ ես թույլ տուր գնամ և պատրաստվեմ հաջորդ բացահայտումներին։ Ձեզ հետ է Նարին։